Այսօր մայիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնել է Շամշան-Քոմը, ժամը 06:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր-Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը բանդակից դուրս է եկել եւ հայտնվել Միասնիկյան պողոտայում։ Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնելով ոտքին ու փորձել են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։ Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգին տարածել է պարզաբանում նշելով. «Բարձր գնահատելով կրեատիվությունը, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ այս կենդանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։ Մեր զեբրերն այգում են հանգիստ եւ անվնաս։ Համոզվելու համար կարող եք այցելել այգի։ Չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին, ուզում ենք նաեւ շեշտել, որ կենդանուն ներկելը եւ նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին։ Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել եւ առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ Կենդանիների բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է»։